ոչ հետ Նիկոլ Փաշինյան Միրտիկին իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ինչ հատկանշական, երբ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, խումբ է հավաքում։ Ինչ է կարծում, արդյոք իրենք կկանեն բախման, արդյոք իրենք կփորձեն Բեհարանը գրավել, թե ոչ, եւ նման սցենարի զարգացման դեպքում ինչ սպասել, համեցեք։ Բարև ձեզ, անաստվածների ու անհայրենիքների խմբակը նոր առաջադրանք է ստացել իրենց քաղաքական հայրերից։ Ես գիտեմ քաղաքական, կարող է ուրիշ հայրեր լինեն կենսաբանական, Թուրքիայից եւ Ադրբեջանից, որ հիմա եկեղեցու դեմ եւ հավատքի դեմ պետք է ոտնձգություններ անեն։ Հիմա թելադրանքը եկել է զակազը, այսպես ասած, իջել է Ալիևից ու Էրդողանից, ստեղել էս անհավատների խմբակը փորձում են ինչ-որ ճղճիմ քայլեր անել։ Երեք դա դեռ փոքրիկ, այսպես ասած, ժուրնալներ, ուղղակի սովորական մարդիկ, ոչ մեկի կոչով չէ, սովորական մարդիկ, իրենք իրենց հավատքին հավատալով եւ եկեղեցուն եւ իրենց հայրենասիրությունից ելնելով միանգամից գնացին այրոպորտ օդանավակայան դիմավորելու հայոց հայրապետին։ Սա դեռ նոր է, երբ սկսեն այս խմբակը, անաստվածների խմբակը ուրիշ քայլեր ձեռնարկնել եւ ցանկություն հայտնել դեպի Էջմիածին ուղևորվել մի քանի հոգով, որոնք որ դրթված իրենց պաշտոններից եւ իրենց այս նոր կյանքին շռայլ կյանքը չկորցնելու վախից փորձեն ուղևորվել Էջմիածին դեպի Վեհարանին ինչ որ ոտնձգություններ անել, այդ ժամանակ իրենք միանշանակ պատասխանը կստանան, շատ ցավոտ այդ ժամանակ իրենց քաղաքական հայրը շատ ցավոտ կտեսնի, թե ինչպես են դիմավորում այս անհայրենիքներին Էջմիածնում հոգևոր քաղաքում։ Ինչ է կարծում այս ճեղտոտ արշավը, որ իրենք նախաձեռնել են, ինչով է պայմանավորված, կա տեսակետ, որ այլևս հասարակությունը բաց տեքստով խոսում է իրենց թալանի, իրենց սրտի օլիգարխների մասին, եւ սա նաեւ նպատակ է, որպեսզի այսպես կարողանան ժողովրդի ուշադրությունը կեղտոտ ձևով շեղել այս իրողություններից։ Խնդրեմ։ Թալանի գլխավոր բանեցեք այս անիֆի գործը, որի մասին հաճախ եք բարձրաձայնում։ Թե Հայաստանի Հանրապետության սահմաններում տերող իրավիճակը, թե այս աճ ու ձախ թալանն ու կոռուպցիան, որը որ օրեցօր ավելի է շատանում, հիմա բացի որ ստացել են հրաման մեր թշնամի երկրից, հիմա իրանք օրակարգ են ուզում թելադրեն Հայաստանի Հանրապետությունում, որ շեղեն Երևանի քաղաքապետարանից սկսած ՊԵԿ-ից միջև տարբեր պետական կառույցներում տիրող Ալան Թալանից, որը որ ՔՊ-ն եւ ՔՊ-ին սերտ, ՔՊ-ի հետ կցված կուսակցություններն ու անհատները թալանելով օրեցօր հարստանում են։ Հիմա այս իրենց օրակարգն է, պետք է մեր հայրենակիցներն ու ժողովուրդները չտրվեն այս սադրանքներին, միաժամանակ ամեն պահի պատրաստ լինել կանգնել եկեղեցու կողքին, Սուրբ Էջմիածնի կողքին, իսկ մնացածին իրենց թելադրանքով, իրենց օրակարգին չտրվել եւ ամեն պարագայում ամեն տեղ խոսալ Ալան Թալանից, ՔՊ-ի տարբեր մարդկանցից, որոնք իրենք շատ են չէ սիրում, ճղճղած սվիտրներով եկան, դրանք սվիտրներով չեն եկել, այտենց են ջունգլիներում կային մարդիկ, այդ տերևներով փաթաթած եկան ընկան այս քաղաքում ու հիմա դարձել են միլիոնատերներ եւ դոլարային միլիոնատերներ եւ սովորական քաղաքացիների վճարած հարկերը Ալան Թալանով իրենք հետ են գցում, գա ժամանակը որ շուտ կփախնեն, մարդիկ կմոռանան, իրենք դրան են ձգտում։ Հիմա ինչ վերաբերում է Ալան Թալանին, Երևանի քաղաքապետարանում այս կոռուպցիան մեծ կենթանին արդեն ձագեր է հանել տարբեր վարչություններում ու տարբեր վարչական շրջաններում, 12 վարչական շրջաններ, մի քանի շրջաններում արդեն այդ մեջ sense մետաստազների պես այս կոռուպցիան մտել է եւ ոչ ոք դրա դեմը ոչ ուզում է առնի, ոչ էլ ցանկություն ունի, դա այդ տրագիկոմեդիկ սերիալներ են նկարում մեկ-մեկ, որ այս թաղապետարանից կամ վարչությունից ինչ որ սովորական աշխատողների ենք կալանավորել, մենք պայքարում ենք կոռուպցիայի հետ, կոռուպցիայի դեմ նման բան չկա, սուտ են խոսում, մեծ զկները դեռ լողում են ՔՊ-ի եւ այս ամենի հեղինակն ու ամենի գլխավորը Նիկոլ Փաշինյանն է իր քաղաքապետով Տիգրան Ավինյանով, քանի որ ինքը չի կարողանում 9% ձայն ստացած փոքրամասնության
քաղաքապետին կարգի հրավերի, պատժի, որ քիչ երևանցիների գումարները մեջ անեն, բոլորը իրար հետ փայ մեջ են, սրանք 50-50 չեն, սրանք 90-10 ժողովրդի հետ փայ են մտել ու ժողովրդի գումարները ուղղակի լափում են, աջ ու ձախ։ Ինչ վերաբերում է տրանսպորտին, աղբահանությանը, գույքահարկին, ես նորից կրկնում եմ, սիրելի երևանցիներ, մի վճարեք, ընդհանրապես տրանսպորտի համար մի վճարեք, դուք հազարավոր նամակներ եք գրում եւ ասում եք, որ ինչ անենք աղբահանության հետ։ Մի վճարեք, ոչ մի բան մի վճարեք, մինչեւ այս մարդկանցից ազատվենք։ Շատ քիչ է մնացել սրանցից ազատվելու, ընտրությունները մոտ են, մի տարուց ավել քիչ մնացել ընտրություններին, ուղղակի ես ձեզ խնդրեմ, ինչպես եւ մենք Գյումրիում գնացինք մասնակցեցինք ընտրություններին, Մայր Հայաստանը, մենք ժողովրդին ամեն օրվա ռեժիմով 24 ժամ խնդրում ենք, որ տանից դուրս եկեք, ուղղակի մասնակցեք ընտրություններին։ ՔՊ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սարսափում է, որ ժողովուրդը ընտրության կգա ու կմասնակցի ընտրություններին։ Մի տարուց ավել քիչ է մնացել, դուրս կգաք կմասնակցեք ընտրություններին, եթե մինչև այդ ինչ որ տարբեր մեթոդներով կամ չգիտեմ, փողոցով, ինչով որ կլինի, կհաջողվի նրանցից ազատվել, կհաջողվի, եթե ոչ, ընտրությունների միջոցով դուրս եկեք եւ եկեք ընտրության կատարեք եւ ազատվեք սրանցից, քանի որ սրանք միայն եկել են ձեզ թալանելու, եկել են նախկիներին մերժել, նախկիների տեղը իրանք նստեն, լավ լափեն, թալանել ու ձեր հետ 90-10 փայի մեջ մտնեն, ձեր աշխատած քրտինքով, ձեր փողերը իրենք տանեն իրենց սեփական բարեկեցությունը ավելի ու ավելի լավացնելու համար։ Մի վճարեք ոչ տրանսպորտի համար, ոչ աղբահանության համար, իսկ առավել եւս հունվարի 1-ից գույքահարկը Երևան քաղաքում 100%-ով թանկանալու է, դուք լավ իմացեք, մենք բոլոր ամեն ինչի դեմ պայքարելու ենք, ստացվել է տրանսպորտի դեմ, բոյկոտը շարունակվում է, իսկ 160,000 դրամ կարմիր գծերի գումարը ընդհանրապես մի վճարեք, քանի որ դատարանը արդեն երկրորդ անգամ անվավեր ճանաչեց, ոչ իրավաչափ ճանաչեց, քաղաքապետարանի ապօրինի այդ որոշումը ավականու ընդունած իրենց Հանրապետություն եւ ՔՊ խմբակցության որոշումը 12,000 դրամից 160,000 համ 24 թվականին անվավեր ճանաչեց, համ 25 թվականինը։ Հիմա այս մարդիկ ուղղակի ձեր դեմ են բողոքարկում այս որոշումը, ուզում ցանկություն ունելով ձգձգել, մի վճարեք այդ 160,000 դրամը, այդ ժամավճարով մի ձևի, այսպես ասած, ձեր լեզվով ասած յոլլա մեր քաղաքացիների լեզվով ասած յոլլա գնանք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Դատարանը վերջնական որոշում կկայացնի եւ դուք բոլորդ իրավունք կունենաք պահանջել այդ 2 միլիարդ 100 միլիոն դրամը հետ վերադարձնել։ Այդքան կարմիր գծերից փող են հավաքել, ձեզնից խաբել են փող են հավաքել, որ Երևան քաղաքը խցանումներից ազատելու ենք, 2 միլիարդ գումար հավաքելով Երևանի խցանումներ ել ավելի են շատացել, իսկ այդ 2 միլիարդ 100 միլիոնից իրանք ծախսել են ընդամենը կարմիր գծերի են սովորական ներկը ներկելու վրա, ուրիշ ոչ մի բան չեն արել։ Ուր այդ 2 միլիարդ դրամը հարցրեք Տիգրան Ավինյանին ու Նիկոլ Փաշինյանին, մեկ էլ իրենց կցորդ Արամ Զավենի Սարգսյանին։ Ես եկա Աջափնյակի մետրո, ցանկություն հայտնել նստեի, այնտեղ մեր մի քանի քաղաքացիներ ասեցին, որ չէ, բանը օթա շատ շոկ էր, չկարողացանք նստել, բայց այնտեղ ուրախությամբ քաղաքացիները ասեցին, որ բացումն է, սպասում են Տիգրան Ավինյանին, որ գար այդ լենտը կտրել, դե ինքը սիրում է, չէ, լենտեր կտրել, այն Մաշտոցի պողոտայի անցումն էլ մի 7 անգամ այդ լենտը կտրել է, հիմա այսօր էլ երեք պիտի գար կընտրել, ես չսպասեցի այդ լենտին, այդ արարողությանը, ես նստեցի եկա, ասեցին, որ ռեստավրացիան ան, ուրիշ ոչ մի բան։ Դե հիմա ընտրություններն է մոտենում, ժողովուրդ ջան, ընտրություններն է մոտենում, հիմա Աջափնյակի մետրո կբացեն, մի քանի օրից կասեն արդեն էլ որտեղ մետրո, Մաչ Նոր Նորքում Արամ Զավենի Սարգսյանի հետ կպել են գործին, պետք է Նոր Նորքում էլ բացեն։ 9-րդ մասիվից ամեն մասիվներում մի հատ բացելու են։ Արամ Զավենի Սարգսյանը դավալույց չէ, Արամ Զավենի Սարգսյանը Տիգրան Ավինյանի հետ միասին բացելու են մասիվներում։
Ժողովուրդ ջան, այս մարդիկ եկել են ձեզ խաբելու։ Ասում քաղաքին շատ փող ուշ չեք գրում։ Իմիջիայլոց էս ինչ է նշանակում, որովհետև ես հիշում եմ նախորդ մեր զրույցում դուք ասացիք, մեկը մյուսին մատաղանելու հերթ։ Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան դուելներ սկսե, հիմա արդեն Ավինյանը, այսպես ասած, ատամ է ցույց տալիս, բայց ուզում եմ հասկանամ, այդ 400 միլիոն բյուջեն Երևանի ինչ ա լինում, որ փող, կառավարությունից են ուզում, չեն տալու, այս մարդկանց 100-նոց մեխերով, սենց իրանց մատերին ձեռքերին խփել, սրանք փողից հրաժարվող չեն, ոնց կտա, այն մեկը նստած կառավարությունում է գրփում, չրփում, այս մեկն էլ Երևանի քաղաքապետարան, ոնց իրանք կկիսեն այդ փողը, չի տալու, Տիգրան Ավինյան, նորից ձեզ խորհուրդ տամ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ձեր հետևից մեծ շուկով, շքախմբով գա ու շատ հետաքրքիր սերիալ է նկարելու ձեր մասին, բայց նորից կրկնում եմ, չէ, երևանցիներ ջան, ամեն անգամ ձեզ հիշեցնեմ։ Ահա, խնդրեմ, տեսնում եք, ցել երևանցիներ, ուրեմն մենք ինչ ասեմ, ԿՊ-ն ինչ ասեց, արեց։ Ուրիշ բան այդ մարդիկ այտենց բաներ են ասեք, անենք։ Չի լինելու, չհավատակ, Աջափնյակի մետրո չեն կարողալու կառուցել։ Այդ մարդիկ գործակարգավարական նիստի ժամանակ նստած Երևանի 9% ձայն ստացած ԿՊ-ի քաղաքապետ ասում է մենք սկի չենք կարողանում սովորական փոսալցումներ անենք, ուր մնաց կարողանանք մետրո կայարան կառուցել։ Չի լինելու, ինչքան մոտենան ընտրությունները ձեզ նորանոր ստեր են հրամցնելու, չհավատակ։ Դուք տեսեք, այս պրակտիկայի մեջ 23 թվականից հետո այս մարտի կոալիցիոն ուժի հետ ինչ են արել։ Միայն թանկացումներ, տրանսպորտի թանկացում, գույքարկի թանկացում, աղբանության թանկացում, տեղական турքերի թանկացում, տրանսպորտը էլ չգիտեմ 300 դրամ են ուզում թանկացնեին, լավը մենք բոլորը ձեր հետ, ձեր աջակցությամբ միամուր այդ մեր ձայնը բարձրացեցինք, դարձրեցին 150, այդ 150-ը չվճարեք։ Իրենց ոչ մի բան ավել չվճարեք, որովհետև իրենք ձեզ խաբում են։ Ոչ մի տրանսպորտի բարեփոխում չկա, ոչ մի կանգառների բարեփոխում չկա։ Իսկ ինչքան օրեցօր մոտենա այս ամառային ամիսները անցնի սեպտեմբերից էլ ավելի է սրվելու ԿՊ-ի մոտ եւ իր կոալիցիոն ընկերոջ մոտ խոստումներ տալու, փարթի է սկսվելու, ինչ աճ ու ձախ ասես խոսք են տալու։ Մետրոներ են կառուցելու, էլ ոչ մի խցանումներ չի լինելու, հեծանվային հրապարակ եսին ինչեր են ինչ ասես ասելու են, ինչ մտքներով գա իրանց ձեզ խափելու են, մենակ թե կարողանան ձեզնից կորզել ձայն։ Դուք 9% քվ եք տվե Երևանում 26 թվականին համապետական ընտրություններին ես խնդրում եմ երևանցիներին բոլորը միամուր դուրս գան ընտրություններին եւ ոչ մի ձև ոչ մի կերպ, ոչ մի պարագայում ձայն չտան ԿՊ-ին եւ Հանրապետություն կուսակցությունը։ Միատով պարոն Թևանյանը մեր տաղավարում ասաց, որ սարսափում է ուղղակի Նիկոլ Փաշինյանը այդ ընտրություններից կամ հերթական ընտրություններից, այս մասով ինչ կարող եք ասել, խնդրեմ։ Այդ սարսափելը դա շատ վախենում են իրենք ընտրություններից, Գյումրու ընտրություններ, միջև ընտրություններ Գյումրիում ասում են, չէ՞, մենք իրենց Սարիգը ասում էր մենք 50+1 ենք հավաքում, հիմա էլ Արմավիրում առաջվա Արմավիրի քաղաքապետը նախարարն նշանակի, ասում է 26 թվականին 50+1 ենք հավաքի, այդ նույն նախարարին ուզում եմ մի հատ հարց տամ, բա վաղար շաբաթում Էջմիածին քաղաքում ինչու եք սարսափում ընտրություններ անել։ Ուզում եք ընտրություններ անեիք Էջմիածնում, հետո հասկացաք, չէ, միայն Էջմիածին քաղաքով խայտարակ պարտություն եք կրելու, հիմա ուզում եք խոշորացած համանքը միացնեք, խնդիր չկա, բա ինչի չեք գնում։ Ես էլ շատ սերտ կապեր ունեմ Էջմիածին քաղաքի հետ, ես ձեզ վստահեցնում եմ ԿՊ-ի այս վերին էշելոնին, որ դուք Էջմիածնում այնպեսի խայտարակ պարտություն եք կրելու, որ Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկից այն կողմ էլ չկարողանաք գնալ, միացրեք խոշորացված խոյ համայնքն ու գնացեք ընտրությունների, բայց ես ձեզ վստահեցնեմ չի լինելու նման բան, նրանք սարսափում են, հեսա իրանց ավականիներով մի կերպ էլի կընտրեն, չգիտեմ ում, որը Էջմիածնում ոչ անուն ունի, ոչ համբավ ունի, ոչ էլ կարողանում է Էջմիածին այս վիճակից դուրս բերի, մեկը եկավ Էջմիածնում, ինքը իր գործողություններն արեց, Ալան Թալան են հներին ճանապարհեցին, նորեն եկան Ալան Թալանով զբաղվեցին, հիմա այդ
մարդը իր անելիքը արեց թողեց գնաց տուն, այս քաղաքապետը ՔՊ-ի, հիմա ՔՊ-ն մարդը մանգալի, մարդ չունեն ընտրելու ավականու կազմից, կտեսնեք էլի մի քանի օրից ում են ընտրում, սիրելի էջմիածնիցներ, ինչպես եւ Երևանում ձեզ նույնպես սպասվում է շատ վատ կառավարում ձեր քաղաքի հետ, մետրոմ էջմիածնում ընդհանրապես ոչ մի բան չի լինելու, էջմիածնեցիները լավ հասկացել են ՔՊ-ն ինչ խայտարակ վիճակի հասցրեց էջմիածինը, հիմա կընտրեն, բայց պատրաստվեն 26 թվականի ընտրություններին, որը որ իրենց համար շատ ցավալի է լինելու, էջմիածնում էլ նույնպես խայտարակ պարտություն է կրելու ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իսկ ընդհանուր համապետական ընտրություններում 26 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ուղարկելու է Իջևան։